Հարգելի իմ դիտորդ, նորից ես, նորից իմ դիտարկումներով, ձեր հետ անկեղծ զրույցներով, ուրեմն ես նկատեցի, որ երբ որ ես սկսեցի նատալ կարտեզը ուսումնասիրելով թալիսմաններ պատրաստել, մարդիկ եղան, որ կրկնեցին, դա իմ համար արդեն սովորական բան է դարձել։ Ես շատ լավ հասկանում եմ ու չեմ նեղվում դրանից։ Բայց ես ուզում եմ ձեզ բացատրեմ իմ պատրաստած թալիսմանների առավելությունը, ինչումն է կայանում։ Նախ են, որ ես ձեզ չեմ առաջարկում քարեր կամ թալիսմաններ, միայն ձեր նատալ քարտի քարերը կամ ձեր նատալ կարտը ուսումնասիրելուց։ Այն պատրաստվում է մոգի ձեռքերով եւ ամբողջ ֆիշկան հենց նրա մեջ է, որ ձեր համար ոչ թե ընտրվում է միայն ձեր քարերը, այլ պատրաստվում է հենց մոգի ձեռքերով, որի մեջ կա մոգական ուժ եւ էներգիա, պատրաստվում է ձեր թալիսմանները։ Այսինքն մոգը չի նայում մենակ ձեր քարին, որ սա ձեր քարն է, ու Վալբերիսից կամ Թեմուից պատվիրի ընդունենք պատրաստի թալիսման եւ ձեր վրա վերավաճառի։ Ես տալիս եմ ձեզ ամբողջ ակտիվացման ծրագիրը, տալիս եմ մաքրման, պահպանման, խնամքի ամբողջ գաղտնիքները։ Պարտադիր հետը դնում եմ չորացրած բույս, որտեղ դուք ծխահարում եք ձեր թալիսմանը։ Բազմաթիվ առավելություններ ունի այն սովորական վերավաճառող կամ վաճառող զարդից։ Ի տարբերություն միայն այն քարը, որ ձեզ կարող է բերել հաջողություն եւ գնել սովորական պատրաստի թալիսման, չգիտես ում ձեռքերով պատրաստված ու վերավաճառեն ձեզ, դա այն չի, ինչ դուք կարաք պատկերացնեք։ Իմ պատրաստած յուրաքանչյուր թալիսման վզնոցի տեսքով, մատանու տեսքով, թևնոցի տեսքով, կախազարդի տեսքով, ականջողերի տեսքով, դրանք զարդեր չեն։ Դրանք կախարդական ուժ ունեցող քարեր են։ Այսօր շատ հեշտ է նատալ կարտով ընտրել քարերը, առնել այդ քարերն ու վաճառել ձեր վրա, բայց շատ դժվար է նստել ժամերով աշխատել այդ զարդի վրա, ընտրել դետալները, հավաքել, չափել, քանդել, նորից հավաքել, հետո այս սեփական էներգիայի ձեռներով, այս ձեռքերը կարողանում են իրականություն փոխել։ Երբ որ ես մոգական աշխատանք եմ անում, ես աշխատում եմ իմ ձեռքերով։ Եվ իմ ձեռքերի հաշվին, իմ խոսքի, իմ մտքի հաշվին ես փոխում եմ այդ իրականությունը։ Եվ հիմա նույնը վերադառնում է թալիսմաններին։ Եվ իրենց թալիսմանները վաճառում են ճիշտ այնքան, ինչքան ես եմ վաճառում իմ իսկ ձեռքով պատրաստած կախարդական թալիսմանները։ Դե պատկերացրեք տարբերությունը որտեղ է։ Երբ որ դուք գնում եք մոգի ձեռքերով պատրաստված իր ձեռքերով, այսինքն իր հզոր ուժով պատրաստված թալիսմաններ, դրանք են թալիսմանները, ոչ թե սա նատալ քարտով ձեր քարն է, ահա այս զարդից պատվիրեմ ձեր վրա վերավաճառեմ։ Ապակուց քարեր վաճառեմ, հա, դուք շատ չեք իմանում դա բնական է, թե բնական քարեր չեն։ Կամ ասենք ինչ-որ քիմիական նյութերից, չինական, չգիտեմ, AliExpress-ից դուք հասկանում եք, ես ձեզ ինչ եմ առաջարկում, իրանք ձեզ ինչ են առաջարկում։ Ամեն դեպքում դա վերջնական որոշումը դուք եք կայացնում, բայց ես զգուշացնեմ, որ հետո չասեք տարոլոգս, ախր մենք ձեզ այսքան վստահում էինք, այսքան ձեր էջում նայում ենք ձեր աշխատանքները։ Ինչի մեզ դուք չեք զգուշացրել դրա մասին։ Հիմա ես զգուշացնում եմ, որ քանի որ ես արդեն 3 տարուց ավել է TikTok-ում եմ եւ անընդհատ բախվում եմ այն դառը իրականության հետ, որ այստեղ տենում են, այնտեղ կրկնում են, ուստի ես ձեզ բացատրեմ, որ արդեն այս երևույթը, հա, սեփական ձեռքերով պատրաստված, թե դա թթու է, թան չի, ամեն մարդու բան չի, նույն ձևի մոմերը բանում եւ Վալբերիսում եւ Թեմուում կարծեմ կան ծրագրավորված մոմեր, հա, ծիսային մոմեր այնտեղ կան,
պատրաստի կարող են առնել եւ ձեր վրա վաճառեն, ինչի իրանց մատները վառեն, եղունգների տակը լցվի մոմեր եւ այլը, իրանց տունը, հա, մի հատ էս մոմը թեշտականա տա պատերով կամ թափվի հատակին, հետո էլ առիթ լինի այդ հատակը այսպես տաքացնելու, սրբել։ Ես այդպես եմ ձեզ առաջարկում, հա, ես անում եմ ամեն ինչ, որ իմ սեփական ձեռքերով ու էներգիայով պատրաստվի, չեմ առնում վերավաճառում ձեզ վրա, դա ամենահեշտ տարբերակն է, հա, եւ մարդիկ, քանի որ իրենք չունեն ոչ մի բան, իրանց նպատակը, գեր նպատակը գումար աշխատելն է, իրանք երբեք իրանց ժամանակը չեն տրամադրի, հենա կմտնեն ի մեջ կտենան ի շնորհություն կա, որ վազելով գնան այդ նորությունը անեն։ Բայց ես ամբողջ իմ մտքերով, իմ մտահղացումներով, իմ ուժերի առաջնորդությամբ, իմ ինտելեկտով այս ամբողջ օրը, ամբողջ ժամանակ ես ինչ ձեզ առաջարկում եմ, դա իմ իսկ ստեղծածն է, ոչ թե այստեղից ընտեղից վերցրածը։ Այս նրբությունը կուզեմ այսուհետ հաշվի առնեք, այսքանը։